Բարի լույս իմ յութուբյան սիրելի հետևորդներ, համեղ խոհանոցը սկսված է։ Ճիշտն ասած իմ ձևաչափը բոլորովին ուրիշ է, բայց տեսնելով և ուսումնասիրելով, որ խոհանոցային հաղորդումները ավելի շատ դիտումներ են հավաքում, ակամա թե կամա իմ ուղին տարավ դեպի խոհանոց։ Եվ այսպես նաև ասեմ, որ քանի որ ես food blogger չեմ, այս դեպքում իմ ֆորմատը ավելի լավ կլիներ, եթե ես եփեի ու միանգամից թափեի, սակայն ավելի հետաքրքիր կլիներ ու կարծում եմ միլիոնավոր դիտումներ կունենայի։ Բայց ամեն դեպքում հուսով եմ այսօր այդ տարբերակը չի լինի և այնպիսի բան կպատրաստենք, որ եփենք և համեղ ուտենք։ Ուրեմն ես 1-2 օր առաջ դեռևս որոշել էի պատրաստել սունկով ապուր, գնել շամպինյոն տեսակի սունկ և պատրաստել ապուր և միաժամանակ նաև պատրաստել բրինձով չամիչով փլավ։ Սիրելի հետևորդներ, այս պահին այստեղ բրինձով չամիչով փլավի բաղադրիչներն են և ասեմ, որ շուկայում գրեթե չկար շամպինյոն տեսակի սունկը և ես ստիպված գնեցի այս գեղեցկությունը, այս սիրուններին և հիմա կփորձեմ բոլորովին այլ տարբերակով պատրաստել, ուղղակի տապակել լավ կարագի մեջ և վրեն ավելացնել ձու։ Շատ համեղ է լինելու։ Տեսքը չգիտեմ ինչպիսին կլինի, սունկը եփելուց մի քիչ և խեղճանում է և տեսքը կորցնում սևանում է, իհարկե շատ գեղեցիկ կլիներ ջեռոցում դրված միայն կարագով, այսպես ամբողջական տեսքի համար, բայց ուտելու համար, տանը ընդամենը ուտելու համար պատրաստելու եմ սովորական սունկով ձվածեղ։ Հետաքրքիր է, որ այս լվանալու պահը ինձ համար ամենից սիրելի պահն է և այսպես գնացինք։ Սիրելի հետևորդներ, և այսպես ահա խաբնվում ենք այս սունկի գեղեցիկ տեսքին և եփում ենք, ուտում ենք և վաղը այլևս չենք լինում։ Տու։ Այսպես, փակեմ դուռը, որպեսզի աղմուկ չլինի։ Կարծում եմ միջին չափի կկտրատենք։ Քանի որ չգիտեի, որ 2 ճաշատեսակն էլ թավայում էի պատրաստելու, հիմա նախապատրաստել եմ 1 թավա, բայց սունկի համար հիմա կգտնենք նաև երկրորդը։ Մեկը փախավ։ Այս մեկին նորից լվանք։
Սիրելի հետևորդներ, շարունակում ենք այս սունկը մանրացնել։ Սիրելի հետևորդներ, չգիտեմ այս նկարահանման ժամանակ ինչպիսի կիքսեր կպահպանվեն, բայց կարծում եմ ուրախ նկարահանում է սպասվում։ Սիրելի հետևորդներ, այստեղ բրինձը լցված է, հիմա կտնենք կարագը մի քիչ ցետ և ջուրը նույնպես եռած կավելացնենք ջուրը, իսկ վերջում արդեն չամիչը և մի քիչ ճիր։ Այստեղ սունկն է։ Սիրելի հետևորդներ, ուտելիքները ամենագեղեցիկ ընթացքի մեջ են։ Այստեղ սունկը տապակվում է, այստեղ բրինձն է իր շփաղադրիչներով, բայց ես չափազանց շատ սուրճ եմ ուզում այս պահին, ինձ համար սուրճ պատրաստեմ և ընդմիջում անեմ։ Այսպիսի գեղեցիկ տապակայի խշխշոց է տարածվում խոհանոցում, սիրելի հետևորդներ, և ես արդեն բավականին սոված եմ և սպասում եմ արագ լինի և համեղ ուտեմ։ Սիրելի հետևորդներ, բրինձով փլավը արդեն պատրաստ է։ Ավելացնում ենք ճիր ու չամիչը։ Այս յուղի հատվածը ամենից գեղեցիկն է։ Սունկն էլ այստեղ համարյա եփվում է, մի քիչ հետո արդեն կավելացնեմ համեմունք։ Սիրելի հետևորդներ, սունկը շատ լավ տապակվել է արդեն և հիմա ավելացնելու եմ հարած ձու և սամիտ։ Սիրելի հետևորդներ, գեղեցկություններն ու համովությունները արդեն պատրաստ են, բարի ախորժակ։ Հիմա դասավորեմ ափսեի մեջ և արդեն ամեն ինչ պատրաստ է, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, ահա այսօրվա իմ ճաշը։